Միացյալ Նահանգները սկզբունքորեն պարտավորվում է հրաժարվել ագրեսիայից պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, ճանաչել ուրանի հարստացումը, վերացնել բոլոր առաջնային եւ երկրորդային պատժամիջոցները, անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում, կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում, վճարել փոխհատուցում Իրանին, դուրս բերել Միացյալ Նահանգների մարտական ուժերը տարածաշրջանից եւ դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Իրանի անվտանգության խորհուրդը հրապարակել է Թեհրանի ներկայացրած 10 կետից բաղկացած բոլոր այն սկզբունքները, որոնց շուրջ համաձայնության գալով Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Մերձավոր Արևելքում լարվածությունը ժամանակավորապես թուլանում է։ Իրանցիները դուրս են եկել փողոցներ ու տոնել են իրենց երկրի իշխանությունների կողմից Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմում հռչակված հաղթանակը։ Միաժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն հասել է իր հիմնական ռազմական նպատակներին, իսկ երկշաբաթյա դադարն անհրաժեշտ է վերջնական խաղաղության համաձայնագրի մշակման համար։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են անհապաղ հրադադարի եւ ապրիլի 10-ին պատվիրակություններին հրավիրել է Իսլամաբադ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու համար։ Իրանի իշխանությունները եւս հաստատել են, որ պատրաստ են դադարեցնել պատասխանատվությունները, եթե հարվածները դադարեն։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկությունը 2 շաբաթվա ընթացքում կվերականգնվի Իրանի զինված ուժերի վերահսկողությամբ։ Հրադադարի մասին հայտարարություններին զուգահեռ տարածաշրջանում ռազմական ակտիվությունը շարունակում էր բարձր մնալ։ ՑԱՀԱԼ-ը հայտարարել էր Իրանի տարածքում տասնյակ ռազմական եւ ենթակառուցվածքային թիրախների դեմ իրականացված հարվածների լայնածավալ ալիքի ավարտի մասին։ Իսրայելական ուժերը հարվածել են երկաթուղային հանգույցներին, կամուրջներին եւ նավթաքիմիական օբյեկտներին, փորձելով սահմանափակել ԻՀՊԿ-ի ռազմական լոգիստիկան։ Թրամփի սպառնալիքներից հետո Իրանի քաղաքացիները կենթանի պատ են կազմել կամուրջների, էլեկտրակայանների մոտ։ Իրանը նույնպես հրթիռային եւ անօդաչու հարվածներ էր հասցրել Իսրայելի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Արաբական Միացյալ Էմիրություններից հայտարարել են, որ միայն հրադադարը բավարար չէ եւ անհրաժեշտ է նոր տարածաշրջանային անվտանգության համակարգ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էլ չի կարողացել ընդունել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ բանաձև Ռուսաստանի եւ Չինաստանի վետոյի պատճառով։ Սակայն նշվում է, որ հենց Պեկինի միջնորդական ջանքերն են նպաստել Միացյալ Նահանգներ-Իրան պայմանավորվածությանը։ Եվրոպական երկրներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հրավիրել է Պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ, իսկ Մեծ Բրիտանիան Իրաքից տարհանել է իր զինվորականներին անվտանգության ռիսկերի պատճառով։ Վաշինգտոնում քաղաքական լարվածությունը նույնպես աճում է։ Մի շարք դեմոկրատ օրենսդիրներ սկսել են քննարկել Թրամփի պաշտոնանկության հնարավորությունը Իրանի շուրջ նրա կոշտ հայտարարություններից հետո։ Սպիտակ տունն այդ նախաձեռնությունը որակել է որպես քաղաքականապես մոտիվացված։ Հրադադարի մասին լուրերից հետո միջազգային շուկաներում նավթի գներն անմիջապես նվազել են ավելի քան 10%-ով, չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը, փորձագետները նշում են, որ առաջիկա 2 շաբաթը վճռորոշ կլինի։ Կողմերը պետք է ոչ միայն պահպանեն հրադադարը, այլև համաձայնության գան երկարաժամկետ անվտանգության նոր ճարտարապետության շուրջ, որը կարող է կանխել տարածաշրջանի հերթական լայնամասշտաբ պատերազմը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։